Այսօր խանութում առևտուր անելիս դիմասս մի թոշակառու տարիքով տղամարդ էր կանգնած եւ երբ իմացավ թե ինչ պետք է վճարի, հաշիվը վճարելուց հոգոց հանեց թե այ բալա չենք հասցնում էլի չի լինում։ Վաճառողը հարցրեց ինչ եղել հայրիկ ջան, ինչ չես հասցնում, բա թանկ է էլի ամեն ինչ, թանկացել է ոնց որ, ասում է թոշակդ բա չեն բարձրացրել։ Ասում եմ բարձրացրել են, ասում է այդ հետ վճարը չես ստանում, ասում է ստանում ենք, բայց էլի չենք հասցնում։ Ես միջամտեցի այս խոսակցությանը եւ փորձեցի հասկանալ լավ ինչը չի հասցնում։ Հարցրեցի ասի հայրիկ ջան, օրինակ 10 տարի առաջ, 8 տարի առաջ դու որ այսքանը գնում էիր, ինչքան էիր վճարում։ Ասում է ավելի քիչ էի վճարում, ասում եմ արի հատ հասկանանք էլ ինձ էլ է հետաքրքիր։ Տեսա որ արել է մի քանի հատ պաղպաղակ, որը այն բաժակ պաղպաղակներից է։ Ես ինքս հիշում եմ, որ տարիներ առաջ դա արժեր 100 դրամ, հիմա դարձել է 170։ Այսինքն պաղպաղակը մի այդ հասարակ բաժակ մառոժնի պաղպաղակը թանկացել է 70%-ով։ Եթե կարող է 5 տարի առաջ ասենք եղել է 150 դրամ, մի դրանից առաջ եղել է 120 դրամ, ես չեմ ֆիքսվում ինչ որ թիվերը, ես ինքս անձամբ հիշում եմ, որ այդ պաղպաղակը ինչ որ մի ժամանակ առնում էի 100 դրամով։ Հետո նայեցի ինչ ես առել, ձու էր առել, ասում եմ ձուն ինչքան է եղել, հիշում ես տարիներ առաջ, ասում է դե 40, 50, ասում եմ հիշում եմ անգամ 30, 10 դրամ էլ է եղել, ասում եմ ինչքանով ես առել, բա 100, 90, 80, ասում եմ այստեղ Աստոյն ձուն էլ թանկացել է մոտ 50%-ով կամ 100%-ով, նայած որտեղ։ Գնել էր մածուն 550 դրամով։ Ես ինքս հիշում եմ մածունը 300-350 դրամ էր։ Դա էլ թանկացել է մի 50-ից 100%-ով, նայած որտեղ։ Գնել էր կատնաշոր։ Մոտավորապես էլ է մի 500 դրամի։ Ասում եմ մի ժամանակ դու սրան ինչքան էիր տալիս, ասում է 250, 350, ասում եմ դա էլ է մի 50%-ով, 100%-ով, նայած որտեղ թանկացել, չէ։ Եվ այսպես շարունակ, մի քանի այդպիսի ապրանքներ, ասում եմ, գաղտնիքը դրանում է հայրիկ ջան։ Այն ինչ դու ամեն օր օգտվում ես, ասի տրանսպորտից օգտվում ես, բա հա, ասեցի դե տրանսպորտն էլ 100 դրամ է, դարել է 150, 50%-ով։ Իսկ քո թոշակը ընդամենը բարձրացել է 10,000 դրամով, այլ ոչ թե 50,000-ով կամ 40,000-ով, որը պետք է լիներ թանկացման քո փոխհատուցումը այս տարիների ընթացքում։ Եվ ասացի, բա լավ չի, թոշակներդ բարձրացնում են, ինչից ես դժգոհում, այդքան լավ բան է լինում։ Վերջում էլ ասեց, որ լավ բան չկա։ Սա է ժողովրդի իսկական գնահատականը ԿՊԱ-ական, նիկոլական իշխանության այն բարիքների, որի փր բերել է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը հիմար չի։ Նա ամեն օր հաշվում է իր գրպանը եւ տեսնում է, որ չի սկսել նա լավ ապրել։ Նա այլևս նախկինի նման կամ դրանից էլ ավելի վատ չի հասցնում իր ծախսերը։ Ինչ եք լոլոներ կարդում։